Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ մեր կողքին են մեզ հետ։ Գիտեք, պիտի ասեմ, որ այնպես է ստացվում, որ ակամայից ամեն անգամ, երբ պատրաստում ենք նոր հաղորդման, տեղեկանում ենք, որ այս կամ այն հյուրը առաջին անգամն է մեր տաղավարում։ Եվ պիտի ասեմ, որ բայց տպավորությունը այդ հյուրի հետ շփվելուց հետո այնպեսին է, որ կարծես երկար ժամանակ է նրան ճանաչում ես, որտեղ նա շատ հետաքրքիր մտքերի տեր անձնավորություն է։ Իսկ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մասնագիտությամբ տնտեսագետ Գեղամ Հակոբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես պետք է ասեմ, որ պարոն Հակոբյանը ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, նա բիզնես կոնսուլտանտ է ֆինանսատնտեսական ներդրումային հարցերով եւ ավելին ասեմ դեռ 1993-ից 95 թվականներին ակտիվորեն մասնակցել է ֆինանսատնտեսական պայմաններում համակարգում սկսվող բոլոր տեսակի գործընթացներին Պարոն Հակոբյան, միգուցե սկսենք մեր զրույցը այն հարցով, թե ինչ է այս ամենը իրենից ներկայացնում այդ համակարգը, որի մասին ես հիշեցրի։ Շնորհակալություն հրավերի համար, պարոն Ղուշյան։ Ես փորձեմ կարճ, ինչքան հնարավոր է ներկայացնել 1993 թվականին, երբ որ ես ասպիրանտուրայի եմ սովորում, ավելի շուտ 92-ին զանգ ստացա Հայաստանի կառավարությունից, էկոնոմիկայի նախարարությունից, որպեսզի առաջարկով, որպեսզի մասնակցեմ բարեփոխումներին, տնտեսական բարեփոխումներին, այդ ժամանակ մենք գիտենք, որ 91 թվականի, 92 թվականի ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տնտեսությունը պետք էր վերակառուցել անցումային տնտեսության պայմաններում, պետք էր անցնել շուկայական հարաբերությունների, պլանային տնտեսությունից դեպի շուկայական տնտեսություն։ Եվ բնական է, քանի որ նմանատիպ կադրեր չկային, առավել ևս փորձով, նույնիսկ տեսականորեն պատրաստված կադրեր շատ հազվագյուտ էին, իսկ իմ մասնագիտությամբ իմ թեմաներով ես զբաղվում եմ շուկայական տնտեսությամբ, հետևաբար ինձ առաջարկությունը որ եկավ, ես իհարկե չէի կարող հրաժարվել եւ ես անմիջապես համաձայնվեցի եւ տեղափոխվեցի Հայաստան։ Քանի որ դա այն ժամանակահատվածն էր, որ մեծ վերելք էր հոգեպես, որ Հայաստանը անկախ պետություն է, պետք է ամեն ինչով օգնել, ինչով կարող ենք։ Ես աշխատում եմ ժամանակավոր պայմանագրով, մի խոսքով զբաղվում եմ ֆինանսական համակարգի բարեփոխումների հետ կապված օրենսդրության մշակումով, ծրագրերի, օրենսդրական ակտերի, կառավարության որոշումների բավականին քանակի օրենսդրական ակտերի, օրենքների հեղինակ եմ, բավականին այլ որոշումների, նախագծերի էքսպերտիզայի որպես հեղինակ, մեր մոտ գոյություն էր կառավարությունում հատուկ խումբ, որը կոչվում էր բարեփոխումների վարչություն, որը ենթարկվում էր միայն վարչապետին։ Ով էր վարչապետը։ Այդ ժամանակ, իմ ժամանակ արդեն վարչապետը Հրանտ Բագրատյանն էր։ Երբ որ ինձ զանգարեցին 92 թվականին, ինքը կարծեմ դեռ էկոնոմիկա նախարար էր, բայց 93-ին, երբ որ ես տեղափոխվեցի, արդեն վարչապետը Հրանտ Բագրատյանն էր։ Իհարկե ոչ ոք էլ փորձ չունեի շուկայական տնտեսությունից, բայց ամեն դեպքում պետք էր որոշակի տեսական գիտելիքներ, որպեսզի մշակել գոնե անհրաժեշտ այն օրենսդրական ակտերը, որի միջոցով կարելի հնարավոր լիներ անցում կատարել դեպի շուկայական հարաբերությունների, շուկայի ձևավորումը։ Եվ առավել ևս դժվարությունը նրանում էր, որ Հայաստանը գտնում էր փաստացի պատերազմական վիճակում, երկրաշարժի հետևանքները դեռ վերացված չէին, ծանր գտնում էր Հայաստանը պատերազմական վիճակում, այսպես ասենք, Արցախյան պատերազմում, որից հետո ԽՍՀՄ-ը փոխելով իր դրամական դրամա, այսպես սովետական ռուբլին, ավելի ծանր վիճակ ստեղծվեց Հայաստանում, շատ ծանր օրեր էին։ Չանդրադառնանք, ինֆլյացիան 360% էր հասել։ Նույնիսկ ավել է եղել, 2000% էլ է եղել, պահի տակ, բայց հետո ստաբիլիզացվեց 300%-ի չափ, հետո սկսեց նոր իջնել։
շատ ծանր ժամանակներ են, բայց ամեն դեպքում շատ արագ հաղթահարեցինք այդ ժամանակը համեմատաբար եւ տնտեսությունը գավ բավականին ստաբիլ վիճակի մեջ։ 96-95 թվականի վերջում ես լքել եմ Հայաստանը նորից, կոնտրակտս վերջանալուց հետո ես հեռացա Ռուսաստան նորից, որտեղ ես կիսատ աշխատանք ունեի գիտական կատարելու։ Հետո ժամանակները փոխվեցին, այսպես ասած, ինձ դուրս չեկա որոշ բաներ քաղաքականության մեջ, ես որոշեցի հեռանալ։ Հետո որոշեցի վերադառնալ, արդեն 3 տարի ես արդեն Հայաստանում եմ։ Արդեն 3 տարի։ Այո։ Այդ դեպքում ինչպեսին է ներկա տնտեսական քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Ես իհարկե հետզհետե նայում եմ ցուցանիշները, մեր վիճակագրական, նայում եմ էկոնոմիկայի նախարարության կայքերը, ասենց ասեմ, ընդհանրապես բավականին ավելի բարվոք վիճակում է, քան կար, բավականին բարվոք վիճակում է, քան կար, բայց մեր մոտ զարգանում են այլ տեսակի խնդիրներ այսօր տնտեսության մեջ, կառուցվածքային խնդիր կա տնտեսության մեջ։ Տնտեսության մեջ չի կապիտալիզացվում, չի զարգանում արդյունաբերությունը, լավ չի զարգանում գյուղատնտեսությունը, որպես հիմնական նյութական արտադրության ոլորտներ, այսպես ասենք։ Ավելի շատ զարգանում է սպասարկման բնագավառը, ֆինանսական համակարգը, որը որոշ չափով կարելի ասել ոչ համաչափության սկզբունքով է։ Այդ անհամաչափությունը բերում է նրան, որ հայկական տնտեսությունը կարելի է բնութագրել որպես սպեկուլյատիվ, այսպես ոնց ասենք վաշխառուական։ Վաշխառուական տնտեսության ենք մենք մոտ, նույնիսկ միջազգային ռեյտինգային ագենստվաների տված ռեյտինգներով Հայաստանը դեռ չունի ներդրումային կարգավիճակ, ունի բավականին ստաբիլ վարկային, այսպես ասած, ռեյտինգ, բայց դեպի վաշխառուական թեքումով, այսպես ասենք, վաշխառուական թեքումով։ Դա գալիս է եւ գեոքաղաքական վիճակից իհարկե եւ ներքին տնտեսական քաղաքականության հետևանքից է։ Տնտեսական քաղաքականությունը ուղղված չէ արդյունաբերության զարգացմանը։ Տնտեսական քաղաքականությունը իներցիայով շարունակվում է մնալ ներմուծային, այսինքն իմպորտնի, ոնց են ասում, իմպորտիոր, ներմուծող տնտեսություն ենք մենք ավելի շատ, քան արտահանող։ Դες որպեսզի դառնանք արտահանող տնտեսություն, պետք է այլ քաղաքականություն վարել, թե ֆինանսադրամական համակարգում, թե վարկային համակարգում, թե հարկային համակարգը պետք է փոխել սկզբունքային, թե պետության դերը ավելի ուժեղացնել ներդրումային համակարգը ձևավորելու համար, ներդրումային կլիման լավացնելու համար։ Այդ քայլերը ինչ-որ բաներ փորձում են անել, բայց դա համակարգված չի եւ դրա համար արդյունք չի տալիս։ Կան որոշակի դրական բաներ, կան լոկալ խնդիրներ կան, որ լուծվում են, այսպես ասած գյուղատնտեսության մեջ որոշակի պրոյեկտներ կա, որ կատարվում է դեպի ֆինանսավորման, ասենք 50% վերադարձով ներդրումների կամ տոկոսադրույքի, ասենք 10%-ի չափով դրանց ասենք վերադարձը բանի ներդրողին այգեգործության մեջ, ջերմոցային տնտեսության մեջ, անասնապահության մեջ կան պրոյեկտներ, բայց սա մենք ոնց որ ասած կոպիա ենք անում ռուսական մոդելը, որը կոչվում է Ռուսաստանում, եթե հիշում եք, Մեդվեդևը, երբ որ նշանակվեց կառավարությունում փոխվարչապետ, առաջի անգամ իրեն հիմնական պաշտոն էր պրոյեկտների ղեկավարում, այսինքն պետական պրոյեկտների կառավարումը։ Մեր կառավարությունը մի քիչ կոպիա է անում այդ մոտեցումով, պրոյեկտի մոտեցումով է ուզում տնտեսությունը, այսպես ասած, զարգացնել։ Բայց շուկայական էկոնոմիկայի պայմաններում դժվար է հասկանալ, թե այս պայմաններում որ պրոյեկտն է ավելի արդյունավետ։
ասենք եթե չինովնիկ ես, դու քո տեսանկյունը կարող անես, բայց շուկան կարող քո տեսանկյունը չընդունի։ Դու կարող ես որոշել, որ պետք է զարգացնել, ասենք այգեգործություն, բայց կարող է շուկայական պայմանները, թե համաշխարհային շուկան, հաշվի առնելով թե ներքին, թե ռեգիոնալ շուկան, քեզ ուրիշ ուղղության վրա տանեն, ասեն ոչ թե պետք է այգեգործությամբ զբաղվել, այլ ասենք թե բանջարաբուծությամբ ավելի շատ կամ ջերմոցային տնտեսությունն պետք է ավելի շատ զարգացնել կամ այլ տեսակի ինչ որ կուլտուրաներ հատուկ։ Դրա համար պրոյեկտի ղեկավարման մեջ լուրջ խնդիրներ կան։ Նախ դա դեմ է շուկայական հենց գաղափարախոսությանը, որտեղ շուկայական էկոնոմիկայի ֆորմացիան ինքը շուկան պետք է ազատ բաշխի այդ ռեսուրսները, իր շուկայական մեխանիզմով պետք է բաշխվի, շուկան ինքն է որոշում ամենաէֆեկտիվ բնագավառը, էֆեկտիվ արտադրատեսակը որն է, այնտեղ մղում է ներդրումները։ Բայց երբ որ նստած չինովնիկն է որոշում, դա արդեն մի քիչ նման է գոսպլանին։ Այսինքն դա սոցիալիզմի հոտ է գալի մի քիչ, այսինքն մենք մինչև հիմա կարող ենք ասենք, որ մեր կառավարման մեթոդները դեռ հենց սոցիալիստական որոշակի բնույթ են կրում, սոցիալիստական մոտեցում կամ սոցիալիստական մենտալիտետով են մոտենում հարցերին։ Պետք է ոչ ուղղակի մեթոդներով է պետք կառավարել, շուկայի հետ աշխատել, շուկան չի սիրում ուղղակի մեթոդներ, ոնց որ հիմա մեր կառավարությունը զբաղվում վերջի ներդրումային ինստանցիան է դառել կառավարությունը։ Այ պետք է նաբարոտ ստեղծել պայմաններ, խթանել, որպեսզի մասնավոր ինվեստիցիաները գան Հայաստան, թե ներքին ինվեստիցիաները, թե արտաքին։ Առավել ևս արտաքին ինվեստիցիաները լուրջ աշխատանք չի կատարվում, ասենք շոուի մակարդակով է ամեն ինչը, բայց ինվեստորները շոու չեն նայում, ինվեստորները շատ պրագմատիկ ու շատ ռացիոնալ մարդիկ են, առավել ևս ինստիտուցիոնալ ինվեստորները, որոնք ասենք ինվեստիցիոն ֆոնդեր են, հեջ ֆոնդեր են, տարբեր տեսակի ստարտափեր ֆինանսավորող ֆոնդեր են, այդ ինվեստիցիոն ֆոնդերը շատ լուրջ են նայում այդ ամեն ինչին, դրա համար մեր մոտ ինչքան հիշում եմ կար անիվ անունով ինչ-որ պետական ինվեստիցիոն այսպես ներդրումային ընկերություն պետական, որը շատ շուտ այսպես ծնված դեռ փակվեց, դեռ այնտեղ ինչ-որ չարաշահումներ են գտել, բայց դա բնական է, երբ որ չինովնիկն է որոշում ինչ պետք է անել, որտեղ պետք է ինվեստիցիաներ, դա հնարավոր չի, ամենախելացի չինովնիկը չի կարող դա անել, հավատացեք, աշխարհում չկա մի խելացի մարդ, որ շուկայից խելացի է, չկա։ Հետևաբար այդ մեթոդները սոցիալիստական արդյունք չեն տա։ Հայաստանը հիմա աճում է ավելի շատ աշխարհայական տնտեսություն, արտաքին երկրներից եկող ներհոսքը դրամական եւ որոշակի մարդկային կապիտալ է գալիս Ռուսաստանից առավել ևս, որը որոշ չափով խթանում է տնտեսությունը, որոշ էֆեկտ տալիս է իրենց քաղաքականությունը, բնական է ամեն դեպքում ազատականությունը, որը կա, անխոս չի կարելի դա չասել, համեմատած նախկինի հետ, քանի որ նախկինում ես չեմ ապրել, բայց գիտեմ, որ ավելի անբարենպաստ է եղել փոքր եւ միջին բիզնեսի համար առավել ևս պայմանները, բայց ամեն դեպքում մենք ունենք ոչ բավարար, ոչ համակարգված տնտեսական ստրատեգիա, ասենք ասենք, հիմնական տակտիկական կառավարում է, ստրատեգիա չկա, ծրագիր չկա ստրատեգիական, ստրատեգիան ավելի շատ ցանկություններ են, ես կարդացել եմ կառավարության ստրատեգիան զարգացման, այնտեղ ավելի շատ ցանկություններ են, այնտեղ ոչ մի պլան չկա։ Ստրատեգիան պետքա պլան ունենա, պլանի տակ պետք է լինեն բոլոր ռեսուրսները, դրված միջոցառումները, հստակ մշակված ռեսուրսների մեջ պետքա լինի եւ մարդկային, եւ ֆինանսական, եւ նյութական, եւ քաղաքական ռեսուրսները, որովհետեւ եթե դու ստրատեգիա ես կառուցում առավել ևս արտահանման քաղաքականությունը զարգացնելու տնտեսության, պետքա արտաքին քաղաքականության մեջ ունենաս նույն ռեսուրսը, հնարավորությունը, որ քեզ արտաքին շուկաներում տեղ տան, հնարավորություն տան քո արտադրանքը դուրս հանելու։ Աշխարհը շատ մրցակցային է, աշխարհի շուկաներում դեֆիցիտ չկա, ինչպես կարելի ասել, ըստ էության առավել ևս ստանդարտ ապրանքների գծով։ Դրա համար, որպեսզի որոշակի պրեֆերենցիաներ ունենալ պետությունը դուրս գալ արտաքին շուկա, պետք է այդ տվյալ երկրների հետ ունենա հատուկ քաղաքական համաձայնություններ։ Բայց քանի որ Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ-ի կազմում,
Հայաստանը սահմանափակված է այդ հնարավորություններով աշխատելու համաշխարհային շուկայում արտահանման այսպես ասած քաղաքականություն վարելու համար։ Հետևաբար արտահանման քաղաքականությունը, եթե համաշխարհային շուկայում դա բացակայում է, դրա անհրաժեշտությունը, հետևաբար եւ ներքին տնտեսական քաղաքականությունը, որը պետք է խթանի արտահանման այսպես ասած ոլորտների զարգացումը, չի աշխատում։ Հիմնականում աշխատում է այն ուղղությունը, որը կապված է Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի շուկայի հետ։ ԵԱՏՄ-ը, որ ասում ենք, հիմնականում դա 90% ռուսական շուկան է։ Մենք մոտ 4 միլիարդի չափ արտահանում ունենք ԵԱՏՄ-ը, որից 3 միլիարդը միայն Ռուսաստանն է։ Դաժե 4 չի, 3.3 է այսքան հիշում, հա, 3.3 է վերջի տվյալները նայեցի, որից 2.95 միլիարդ դոլար միայն ռուսական շուկա է։ Սակայն մենք ներենք մուծում նաև ավելի շատ ռուսական շուկայից, այսօր մենք Ռուսաստանից ներենք մուծում նույնիսկ այն սննդամթերքը, որ մենք ենք տրադիցիոնալ ձևով, ասես սովորաբար միշտ արտադրեմ։ Պատկերացրեք, այսօր մենք խանութներում մենք տեսնում ենք այնպիսի ապրանքներ, որ զարմանալի է, ոնց կարող է, ասենք թե լինել, ասենք, պահածոներ Ռուսաստանից կամ լինի ինչ-որ քաղցրավենիք, որ ասենք մենք ունենք Grand Candy եւ այլն նմանատիպ ստացվում է, որ ավելի շատ այսօր Ռուսաստանն է ներխուժել մեր շուկա, քան մենք ենք ներխուժում իրեն շուկա։ Հետևաբար, երբ որ մեզ շանտաժ են անում, որ մենք ձեր ապրանքների դիմաց շուկան կփակենք, ինձ թվում է մենք ավելի լավ շանտաժ կարող ենք անենք, որ մենք իրենց ապրանքների դեմ կարող ենք փակել, քանի որ իրենք ավելի շատ են արտահանում Հայաստան, քան մենք ենք արտահանում։ Հետևաբար դա դատարկախոսություն է, քաղաքականության մեջ ամեն ինչը հաշվարկով է։ Խոսակցությունը պրոպագանդա է, բայց ռեալ պոլիտիկան դա ռեալ հաշվարկ է, դա մաթեմատիկա է կարելի ասել։ Դրա համար Ռուսաստանը չի կարող արգելակել մեր ապրանքների մուտքը երկիր։ Կարող է արհեստական, բյուրոկրատական խնդիրներ ստեղծել կաշառակերության հետ կապված, կոռուպցիայի հետ կապված, բայց գլոբալ չի կարող այդպես քաղաքականություն վարել, որտեղ իրանց դա ձեռնտու չէ։ Իրանց համար այսօր թեկուզ Հայաստանը համեմատաբար փոքրիկ շուկա է, բայց քանի որ իրանք ընդհանրապես զրկված են արտաքին շուկաների մեծ մասից, իրանց համար դա մեծ մաս է հայկական շուկան։ Չեմ հաշվում էլ, որ հայկական ինֆրաստրուկտուրան, մանավանդ ֆինանսական հնարավորություն տալիս ռուսական կապիտալը շրջանցել բաժամիջոցները եւ դուրս գալ միջազգային շուկա Հայաստանի ֆինանսական համակարգի միջոցով։ Էլ չեմ ասում ռեէքսպորտները, որը հիմա քչացել է իհարկե մեծ աղմուկ բարձրացնելուց հետո։ Ամեն դեպքում սիտուացիան, ուզում եմ ասեմ, այսօր մենք ենք ավելի շատ թելադրող, քան թե իրենք։ Բարոն Հակոբյան, այնուամենայնիվ գյուղաքաղաքական եւ գյուղատնտեսական իրավիճակը ռեալ այսօր ինչպեսին է Հայաստանում։ Եթե 5 բառանոց, այսպես կարող ասենք 3+ կարելի ասել, 4-ի չենք հասնում։ Եթե նույնիսկ բացում ենք բոլոր։ Նայեք, ես ասեցի, վաշխառական բնույթը շատ մեծ է տնտեսության։ Այսօր ուռճացված են բանկային համակարգում ծառայությունների գները, բոլոր տեսակի ծառայությունների, չեմ ասում միայն տոկոսադրույքները, նաև ծառայությունների, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում։ Դրանք ոչ ուղղակի եկամուտներ են, որ բանկը ստանում է առանց ռիսկերի։ Իսկ բանկի աշխատանքը ինչու՞մ է, որ նա ներ է գրավում ազատ միջոցներ, չէ, տնտեսությունից եւ պետք է ներդնի այդ ազատ միջոցները տնտեսության մեջ, ով որ դրա կարիքը ունի։ Վարկավորման կառուցվածքը եթե նայենք, մեր մոտ ավելի շատ մեծ փայաբաժինը դա սպառողական ու հիփոթեկային վարկերն են կազմում։ Այսինքն մենք ավելի շատ սպառողական ուղղվածություն ունի մեր տնտեսությունը։ Այսինքն ստացվում է փողը դրսից է գալի, սպառողը ներսում այդ փողը վարկերը վերցնում է ու ապրանքներն էլ են մեծ մասը դրսից գալի։ Այսինքն այստեղ ընդհանրապես կատարվում է փոխանակում փողի ապրանքի։ Արտադրական պոտենցիալը առանձնապես չի զարգանում։ Բնական է, արտադրությունը տվյալ պարագայում չի կարող զարգանալ նման արտաքին քաղաքականության ուղղվածության պայմաններում։ Դրանք շատ իրար հետ կապված են։ Քանի որ ես մասնագիտությամբ քաղաքատնտեսությամբ եմ զբաղվում միշտ, դա չի կարելի բաժանել տվյալ պարագայում քաղաքականությունը տնտեսությունից։
Մեր գեոքաղաքական իրավիճակում, որ մենք ենք գտնում, առավել եւս քաղաքականությունը առաջնային է, քան տնտեսությունը։ Առանց հիմնավոր լուրջ էֆեկտիվ արտաքին քաղաքականության մենք չենք կարող տնտեսություն զարգացնել, ով ինչ ուզում ասի։ Եթե մենք այստեղ աշխարհի ամենալավ գյուտերներ հանենք, ունենալ նման արտաքին քաղաքականություն, մեր համար շուկաները փակ են լինելու։ Մեր համար փակ են, լավագույն դեպքում կարող են մեր գյուտերը 3 կոպեկով առնեն, տանեն, բայց մեզ չեն տալու հնարավորություն, որ այդ դրանից մենք օգտվենք, մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը։ Դա համար այստեղ ովքեր որ գալիս են այսօր նախընտրական ծրագրերով, որ մենք սենց կանենք, այնց կանենք, կզարգացնենք, առանց արտաքին քաղաքականության ուղղվածության մասին խոսելու հստակ։ Դրանք սին են այդ ծրագրերը, ես ասում եմ որպես պրոֆեսիոնալ, ցանկացած հետ պատրաստ եմ դա թե պատմական փորձով, թե ամեն ինչով։ Վերցնենք ամենահասարակը ցանկացած արագ զարգացած, արագ ժամանակահատվածում զարգացող փոքրիկ երկրներ, ասենք վերցնենք Սինգապուրը, Հարավային Կորեա, Իսրայել, ցանկացած երկիր։ Եթե նրանք չունեն արևմտյան ուղղվածություն արտաքին քաղաքականության մեջ, նրանք չէին կարող այդպես զարգանալ։ Եթե մենք ասում ենք Չինաստան, միշտ Չինաստան օրինակ ենք բերում, ճիշտ է։ Օրինակ ասենք Չինաստանը կիսասոցիալիստական, չգիտեմ, եւ այլն, կիսադիկտատորական կամ ռեժիմ է, դա ստանդարտ երկիր չէ Չինաստանը, պետք է հասկանալ չինական փիլիսոփայությունը նախ, չինական, այսպես ասած, Լաոձի ստեղծած դաոսիզմը, որը իրանց այդ փափուկ ուժը եւ լեգիզմը, իրանց շիշովսկի ուժը, իրանք կարող են ճիշտ աշխատացնել համաչափ օրենքներով։ Եվ Չինաստանում միշտ կա ներքին դեմոկրատիա իրանց կուսակցության սահմաններում։ Այնտեղ ճիշտ է մեկ կուսակցական համակարգ է, բայց այդ կուսակցության մեջ կա որոշակի դեմոկրատիա, ընտրական մեխանիզմ դեմոկրատական։ Բայց հարցը դրանում չէ, Չինաստանի զարգացումը սկսեց 1979 թվականից, երբ որ Չինաստանը սկսեց իր առաջին ռեֆորմները, եւ որը ուղղված էր արտաքին ներդրումների, այսինքն ուղղությամբ, եւ արտաքին ներդրումների մասին իրանք օրենք ընդունելով ու լիբերալիզացնելով իրենց ներքին ինվեստիցիոն շուկան, մեծ փողեր ներդրվեցին Չինաստան, մի քանի տրիլիոն դոլար տարբեր ժամանակներում տարբեր չափով, որը Չինաստանին տվեց այնց հնարավորություն այդպիսի արագընթաց զարգանալու։ Այնպես որ արտաքին քաղաքականությունը առավել եւս այսօր առաջադեմ երկրների հետ ունենալ ստրատեգիական հարաբերություններ, դա կարող է միայն կանխորոշել Հայաստանի զարգացումն ապագայում։ Եղավ, շնորհակալ եմ այսօրվա համար, ես կարծում եմ առաջիկայում առիթ կլինի այս թեման զարգացնել եւ եթե դուք պատրաստ եք, մենք կարող ենք մեծ հաջողով ձեզ հետ համագործակցել։ Այո, շատ խելքի կլինի։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, մենք հյուրընկալել էինք տնտեսագետ Գեգամ Հակոբյանին, ինչպես ասացի, սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը ցտեսություն։